թե ինչպես եղավ, որ չունենալով աջակիցներ, որոնք կգային հանրահավաքների, Ավինյանը հավաքեց այդքան ձայն, թե ինչպես եղավ, որ ունենալով ավելի քիչ քվե, քան ընդդիմությունն էր, Ավինյանը ստացավ քաղաքապետի պոստը, դրա պատասխանն էլ կարծում եմ պետք է փնտրել ՔՊ-ի այս չաթում, Նիկոլի իր սատելիտ կուսակցությունների հետ ներքին այլ չաթերում։ Իսկ 2021-ի ընտրություններին ինչ հրահանգներ է եղել, իսկ Գյումրու ընտրություններում ինչ հրահանգներ է եղել, իսկ այն, որ ՔՊ-ն ավելի շատ փող ծախսում է մյուսների հակագովազդի, քան իր գովազդի վրա, դրա մասին ինչեր են քննարկել իրենց փակ խմբերում։ Վաղը եկեղեցու դեմ ակցիաները պլանավորում Նիկոլ Փաշինյանը, հետաքրքիր է, այդ փակ խմբերում էլ է գրելու, որդ քանի հոգի կարողանում եք բերեք բազմամարդություն եւ էներգետիկան ապահովելու համար։ Թե Նիկոլը մի հատ էլ առանձին աղանդավորների չաթ է ղեկավարում, այնտեղ է տալիս եկեղեցու դեմ հրահանգները։ Այն, ինչ արել են ԿՊԱ-ականների 850 հոգանոց փակ խմբում, նախատեսված է քրեական օրենսգրքով։ Ուր են գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։ Այսօր լուր կարդացի, որ Նաթան Սրբազանը հարցաքննվել է քննչական կոմիտեում։ ԿՊԱ-ականները ձայնագրություն էին տարածել, թե կարգալույծ եղած աբեղան Սրբազանին բողոքում է, թե վեհափառը պարտադրում է իրեն ընտանիքի անդամների հետ մասնակցել մեղքի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Նմանատիպ գործով կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը։ Նիկոլենց ՔՊ-ի փակ խմբի գործով ուր է հանրային քրեական հետապնդումը։ Եկեղեցու պարագայում 2 հոգու խոսակցություն էր, ՔՊ-ի պարագայում 850։ Սա ՔՊ-ի մասնակցությամբ հերթական կուսակցական կոռուպցիոն նյութն է, որի մասին դարձյալ քրեական հետապնդում չի լինելու։ Նախորդները վերաբերում էին կասկածելի դրամահավաքներին, վստահեցնում են, որ եթե ընդդիմադիրների այսպիսի չաթ լիներ ու քննարկեին միտինգին մարդ բերելու հարցը, բազմաթիվ կալանքներ կհաջորդեին,